օրյան, հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը, որը ըստ էության թույլ տվեք ասել բարձրագույն կրթության և գիտության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխման ողնաշարն է։ Պետք է ասել, որ այս բարեփոխման քննարկումները և մասնավորապես ոլորտային նոր օրենսդրություն ունենալու աշխատանքները մեկնարկել են ավելի քան 10 տարի առաջ և ընթացել են տարբեր փուլերով։ Կառավարության քննարկմանը ներկայումս ներկայացված փաթեթը մշակվել է հիմք ընդունելով մի կողմից 2021-ին ազգային ժողովի կողմից ընդունված, սակայն սահմանադրական դատարանի որոշմամբ ուժի մեջ չմտած օրենքը, մյուս կողմից էլ իրականացվել է նաև լրամշակման աշխատանքներ երկու փուլով, որոնք հիմքում են ունեցել արդեն Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի դրույթները, որտեղ որ հստակեցված են բարձրագույն կրթության և հետազոտության ոլորտում մեր թիրախները և նաև մասնավորապես ակադեմիական քաղաքի հայեցակարգը։ Հետևաբար ներկայացված փաթեթը ամբողջությամբ արտացոլում է կառավարության ռազմավարությունը այս ուղղությամբ։ Պետք է ասեմ նաև, որ ներկայացված նախագծով մենք ունենում ենք հնարավորություն ներկայումս ոլորտը կարգավորող տարբեր ժամանակներում ու պայմաններում ընդունված 4 օրենքների փոխարեն ունենալ մեկ ամբողջական համալիր օրենսդրական փաթեթ, որը որ խոշոր փոփոխություններ է նախատեսում մի քանի ուղղություններով ու մինչև դրանց անդրադառնալը թույլ տվեք համառոտ խոսել հիմնական խնդիրներից, որոնց որ ուղղված է կարգավորել այս փաթեթը։ Ոչ մեկիս համար գաղտնիք չի, որ մենք ունենք շատ լուրջ և համակարգային խնդիրներ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում և մի քանի պարզ ցուցանիշներ ցույց են տալիս, թե ինչպիսին է իրավիճակը։ Բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահենք կրթության օրակարգից, ձևափոխվելով առավելապես դասախոսությունների վրա հիմնված գործընթացի, հաճախ որակի և մրցունակության էական թերացումներով։ 2005 թվականից մինչև հիմա փաստացի անցում չի կատարվել բարձրագույն կրթության 3-րդ մակարդակին և չեն դրվել միջազգային արդի պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստման օրենսդրական հիմքերը, ինչի հետևանքով փաստացի չի գործում բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը և փոխարենը գիտական աստիճանի շնորհումը չի դիտարկվում իբրև կրթության մաս, այլ պահպանվում է գիտական աստիճանաշնորհման սովետական համակարգից ժառանգած երկաստիճանությունը։ Գիտական գործունեությունը կազմակերպվում է հիմնականում գիտահետազոտական ինստիտուտներում, չնախատեսելով որևէ ինստիտուցիոնալ գործիքակազմ բուհական համակարգի հետ համագործակցության առումով։ Միևնույն ժամանակ գիտական գործունեությունը առանձին է նաև տնտեսական ոլորտից և ըստ էության խաթարված է բուհ, հետազոտություն, տնտեսություն եռանկյունը։ Տարիների ընթացքում նաև թերի իրավական դաշտը, անբավարար ֆինանսական ռեսուրսները ձևավորել են այս կազմակերպական ձևերի միջև որոշակի անտագոնիզմ և իրականում այս պահին համագործակցությունը, եթե նույնիսկ ցանկություն կա, հանդիպում է շատ լուրջ խոչընդոտների։ Մենք ունենք նաև շատ լուրջ խնդիրներ կապված մեր գիտական աշխատանքում ներգրավված աշխատակիցների տարիքային կազմի հետ և այս ինստիտուցիոնալ ոչ բավարար վիճակը չի նպաստում նաև ինստիտուցիոնալ սերնդափոխությանը։ Եթե մի քանի թվերով ասեմ, հիմա մենք ունենք պետական բազային ֆինանսավորում ստացող 44 գիտահետազոտական կազմակերպություններ, որոնցից 36-ը գտնվում են ակադեմիայի համակարգում և փաստացի այս կազմակերպություններում նաև մրցակցայնության ու մասնակցայնության հաշվետվողականության խնդիրներ ունենք։ Մի պարզ ցուցանիշով այս համակարգում ներգրավված յուրաքանչյուր ավելի քիչ քան 2 գիտական աշխատակցին զուգահեռ ներգրավված է 1 վարչական կամ սպասարկող աշխատակից։ Գիտության ոլորտին հատկացվող բազային ֆինանսավորման 73%-ը ուղղորդվում է ակադեմիայի համակարգի կազմակերպություններին, սակայն մեր գիտական արդյունքի միայն 32%-ն է, որ սրա արդյունքում ներկայացվում է հենց այս համակարգի կողմից։ Դեմոգրաֆիական խնդիրների մասին խոսելով ակնհայտ է, որ ծերացմանը զուգընթաց, չնայած մենք ունենում ենք մուտք գործող երիտասարդներ, կառավարության վերջին տարիների քաղաքականության և գիտության ոլորտում վարձատրությունը գրավիչ դարձնելու հետևանքում, սակայն սա ինստիտուցիոնալ սերնդափոխություն չի, որտեղ գիտելիքի փոխանցումը ինստիտուցիոնալ չի։ Նաև բուհերի մասին անդրադառնալով մենք 60 բուհեր ունենք, ինչը նշանակում է, որ ըստ էության յուրաքանչյուր 50,000 բնակչին 1 բուհ
կարող է ուրեմն համամասնությունը գործել, ինչը միջազգային ուրեմն չափանիշների համեմատ էապես խեղված ցուցանիշ է, եւ ինչը կարեւոր է, բուհական համակարգում իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ ամբողջ համակարգում ներգրավված ակադեմիական անձնակազմի միայն 6%-ն է հանդիսանում գիտական աշխատող, եւ ընդ որում գիտնական կա, գիտական գոնե 1 աշխատող կա 60 բուհերից միայն 15-ում, այսինքն մնացյալ 45 բուհերում կրթությունը իրականացվում է բացառապես դասավանդման եղանակով։ 51%-ը մեր բուհերում դասավանդող անձնակազմի գիտական աստիճան ընդհանրապես չունի։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել, ինչու եմ սա ասում։ Մի պարզ պատճառով, որ այս ոլորտում բարեփոխումները այլընտրանք չունեն եւ այնինչ առաջարկվում է նաեւ կարելի է համարել ուշացած։ Այն փոփոխությունները, որոնք որ օրենքով նախատեսված են, նախատեսում են, որ մենք կունենանք պատշաճ մակարդակի կրթական ծառայությունների մատուցում, որն ապահովելու է երկու հիմնական գործիքների միջոցով՝ լիցենզավորման եւ հավատարմագրման միջոցով։ Օրենսդրությունը դառնում է ավելի ուսանողակենտրոն, մասնավորապես հնարավորություն ընձեռելով ավելի ճկուն եւ անհատականացված կրթական գործընթացի կազմակերպման համար, ներառելով անհատական պլանով եւ կամ ընտրական մոդուլներով ուսումը կազմակերպելու հնարավորությունը։ Ուսանողական համարժեք փորձառությունը ընդհանրապես դառնում է օրենքի կարևոր առանցքներից մեկը։ Ներդրվում է ոլորտի կառավարման թվային միջավայրը, որի միջոցով ուսանողները կկարողանան օգտվել տարբեր ծրագրերից ու ծառայություններից, իսկ բուհերը կիրականացնեն իրենց գործառնությունը։ Նախատեսված են ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային բազմամակարդակ համակարգեր։ Մենք հրաժարվում ենք նպաստի մոտեցումից եւ կրթաթոշակային քաղաքականություն դառնում է պետական աջակցության հիմնական ձևը, շատ թիրախային եւ ըստ այդմ նաեւ առաջադիմության խրախուսման, ինչպես նաեւ նպատակային ուսման վարձի, կեցության ծախսերի եւ նպատակային կրթության կազմակերպման համար։ Հատուկ կարգավորվում է համալսարանական ինկուբատորների ստեղծման ոլորտը, որը հանդիսանում է կրթություն, գիտություն, շուկա կապի կարևորագույն գործիքներից։ Վերանայվում են գիտության կազմակերպման սկզբունքները եւ նախատեսվում է, որ գիտական կազմակերպությունները կգործեն խոշորացված հետազոտական համալսարանների կառուցվածքում որպես ինքնակառավարման մեջ շրջանակ ունեցող միավորներ, որոնք իրենց հիմնական գործունեության զուգահեռ ներգրավված կլինեն նաեւ կրթական գործընթացներում։ Կարգավորվում են նաեւ հետազոտական աշխատանքների արդյունքում առաջացող մտավոր սեփականության պատկանելության եւ դրանց կառավարման հարցերը, ակադեմիական ազնվությանը, հաշվետվողականությանը եւ որակի մշտադիտարկմանը վերաբերող հարաբերությունները, ինչպես նաեւ ֆինանսավորման եւ ավելի մեծ համալսարանական համակարգում գիտական կազմակերպությունների աշխատանքների կազմակերպման իրավական շրջանակը։ Հատկապես կուզեմ ընդգծել կառավարման համակարգի բարեփոխումները, մասնավորապես կուսակցական անձանց եւ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավվելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում եւ ղեկավար պաշտոններում, ինչը զուգակցվում է նաեւ էթիկայի ստանդարտների սահմանմամբ, որը արգելելու է բուհերում կուսակցական կամ այլ տիպի գործունեությունը կամ քարոզը։ Ուզում եմ հիշեցնել, որ սա կառավարության հատուկ հանձնառությունն էր եւ այս օրենսդրական փաթեթը նաեւ նախատեսում է այս խնդրի հասցեագրումը։ Միաժամանակ բուհերի կառավարման համակարգը դառնում է ավելի հորիզոնական, պատասխանատվությունների եւ հակակշիռների բազմաշերտ համակարգի նախատեսմամբ, նախատեսելով նաեւ բուհի ակադեմիական ստորաբաժանումների ավելի լայն ինքնավարության աստիճան։ Օրենքի նախագծով, ինչը կարևոր է, նախատեսվում են բուհական համակարգի պետական աջակցության մի քանի գործիքների ներդրում։ Այս պահին ընդամենը ուսանող թվով ֆինանսավորումից մենք անցնում ենք բազմաշերտ ֆինանսավորման մոդելների, որը թույլ է տալու նաև բուհական համակարգի շարունակական բարեփոխումներ անել։ Միևնույն ժամանակ գիտական եւ մյուս ակադեմիական աշխատողների ատեստավորման, կատարողականի կամ արդյունքի վրա հիմնված ֆինանսավորումը հիմնական մոդելն է, որով որ տարբեր գործիքները գործելու են։ Ներմուծվում են միջազգային համապատասխանության, շարժունության, մրցունակության սկզբունքները, որոնց միջոցով փաստացի ստեղծվում են նախադրյալներ թե բարձրագույն կրթության, թե գիտության միջազգային գրավչության մեծացման համար։ Ավելին, օրենքը նախատեսում է միջազգային համագործակցության շրջանակի ընդլայնում, նաև Հայաստանում միջազգային հեղինակավոր բուհերի գործունեության ծավալմանն աջակցելու տեսանկյունից, որի համար նախատեսված են հատուկ կարգավորումներ, ներդրվում են նաև միջազգային ուսանողների ներգրավման, օտարալեզու կրթության կազմակերպման ինստիտուցիոնալ հնարավորություններ, արդիական կարգավորումներ են տրվում հեռավար կրթությանը։
Հարգելի պարոն Գրիգորյան, փաթեթը շատ մեծ է։ Մենք նաև առիթ կունենանք ազգային ժողովի գործընկերների հետ պայմանավորվածությամբ հանրային լսումներ կազմակերպել ազգային ժողովում քննարկելու փուլում։ Մինչ այս էլ արդեն մի քանի փուլով քննարկումներ ենք ունեցել շահագրգիռ կողմերի հետ։ Քննարկման մակարդակը նշելու համար պետք է նշեմ, որ ավելի քան 500 էջ միայն ամփոփաթերթ ունենք տարբեր կարծիքների ամփոփմամբ եւ այդ իմաստով բավական քննարկված եւ մասնակցային գործընթաց անցած փաթեթ է եւ ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ընթացքում ստացված շատ կարեւոր ու արդյունավետ դիտարկումների համար, որը մենք կշարունակենք դիտարկել մինչեւ նաեւ ազգային ժողովում օրենքի քննարկումը եւ հաշվի առնելով այս ուրեմն փաթեթի կարեւորությունը խնդրում եմ հաստատել շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, հասկանալի է։ Ես ուղղակի ուզում եի հասկանալ, մենք տեսնելով, որ միևնույնն է բարձրագույն կրթությունը մասնավորապես մագիստրատուրան մասնավորապես գնում է դեպի հեռավար։ Եվ ուզում եմ վստահ լինել, որ մեր կարգավորումները դա հաշվի է առնում, որովհետև կարող է պատահի մենք ինչ-որ տրադիցիոն կարգավորումների տիրույթ մտնենք, բայց պարզվի, որ դուրս ենք մնում կրթության ոլորտից, որովհետև իմ տպավորությամբ այնուամենայնիվ այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքում կրթական ծառայություններ կմատուցվի եւ ես ուզում եմ հասկանալ մենք դրան ոնց ենք վերաբերվելու, որովհետև բացառվում է, որ 1-2 տարի հետո Հայաստանում մեծ առաջարկ չլինի օտարերկրյա այդ թվում առաջնակարգ բուհերի հեռավար կրթության ծառայությունների։ Հիմա մենք ինչ ենք անելու այդ մասով։ Պարոն Գրիգորյան, ես իմ խոսքում էլ նշեցի, որ նախատեսված է նախ առանձին կարգավորումներ, որոնք թույլ կտան միջազգային հեղինակավոր բուհերին շահագրգռված լինել գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում եւ մենք ինքներս էլ պիտի հիշեցնեմ, որ ակադեմիական քաղաքում նախատեսել ենք, որ բացի պետական բուհերից առանձին տարածքներ հատկացված են հենց նաեւ միջազգային եւ մասնավոր բուհերի գործունեության համար։ Եվ այդ իմաստով նաև ինքներս ակտիվ ուրեմն երկխոսության մեջ ենք տարբեր պոտենցիալ գործընկերների հետ։ Ինչ վերաբերում է ձեր նշած հատուկ աշխատանքի ձևաչափին, այսինքն հեռավար կրթության ձևաչափին, որով տարբեր բուհեր նաև հիմա ծառայություններ են առաջարկում, հեռավար կրթության համապատասխան կարգավորումները մենք դրել ենք օրենքում։ Եվ եթե դուք համեմատեք այս պահին մեր գործող օրենսդրությունը նրա հետ ինչ առաջարկվում է, կարող եմ ասել, որ դաշտը էապես ընդլայնվելու, իհարկե որակի մշտադիտարկման եւ բնականաբար այդ ամբողջ ստանդարտներին համապատասխանության պարագայում նմանատիպ ծառայությունները հնարավոր կլինի մատուցել։ Շատ լավ, ես ուղղակի կարծում եմ, որ մեր բուհերն էլ այդ թվում եւ մասնավորապես պետական ուղղակի շատ շուտով մրցակցային չեն լինի, եթե հեռավարի հարթակը չաշխատի։ Առնվազն ծառայության արտահանման մասով, ինչ ես կարծում եմ, մենք ունենք այդպիսի նպատակ։ Եվ եթե մեր կանոնակարգում, կարգավորումներում այդ պահանջները չտեղավորվի, կամ մենք մեր կարգավորումներով չդրթենք նրան, որպեսզի հեռավար կրթության մոդելները բուհերում ներդրվեն, այստեղ իրոք լուրջ մրցակցային խնդիրներ կառաջանա, որովհետև մասնավորապես արտահանման մասով մեր կրթական ծառայությունը արտահանելի չի լինի։ Ես վստահ եմ, որ դուք անդրադարձել եք այս հարցին, ուղղակի ուզում եմ մեզ էլ պատմեք, էլի ոնց ենք մենք դա տեսնում։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, պետք է ասեմ, որ այդ իմաստով COVID-ը կրթական համակարգում ունեցավ թերևս հեղափոխական նշանակություն, որովհետև տեխնոլոգիական այն զարգացումը, որ ապրեց կրթական համակարգը համավարակի պայմաններում, զրկված լինելով ավանդական կրթության ապահովման մեթոդից, ստիպեց, որպեսզի մեր թե բուհերը գնան այդ ճանապարհով, թե կրթական ծառայություններ մատուցող այլ մասնակիցները, եւ այս գործընթացը թափով գնում է, շարունակվում է, եւ սա դարձել է նաեւ մեր առնվազն որոշ բուհերում աշխատանքի սովորական ձևերից մեկը,
որովհետև պարզ է, որ հեռավար կրթությունը գործում է ոչ միայն նման արտակարգ իրավիճակներում, այլ դա դառնում է նաև, ես իմ խոսքում նշեցի, ուսանողի անհատականացված մոտեցման, ինչը նշանակում է, որ ուսանողը պետք է հնարավորություն ունենա կախված օրինակ իր աշխատանքային ռեժիմի հետ համադրելու հնարավորություններից, իր ուսումնական գործընթացը կազմակերպել եւ ամբողջական ու մասնակի բեռնվածության ռեժիմներ են նախատեսված ներկայումս գործող արկա եւ հեռակա ձևաչափով ուսուցման փոխարեն, սա էլ է ամբողջությամբ վերանայվում եւ այս ուրեմն ռեժիմների տարբերակումը հեռավար կրթության բաղադրիչների օգտագործումը նույնիսկ մեր ուրեմն ստացիոնար ուսումնական գործընթացում ստեղծում է ինստիտուցիոնալ միջավայր, որպեսզի հեռավար կրթությունը դառնա նաև ամբողջական ծառայություն մատուցելու ձև, նաև մեր բուհերի կողմից։ Մենք դա խրախուսում ենք։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է որակի եւ վերահսկողության պատշաճ մեխանիզմների ապահովումը, բայց կարծում եմ, որ տեխնոլոգիական լուծումները նաև դրանց պատասխաններն են տալիս։ Այնպես որ այդտեղ մենք կոնֆլիկտ չունենք, մենք ունենք ուղղակի պլանավորման եւ հետևողական իրականացման նպատակ, որովհետև շատ հաճախ նաև հեռավար կրթության ներքո կարող են կասկածելի բովանդակություն տեսնել եւ կարծում եմ, որ կարեւոր է, որպեսզի այդտեղ գործեն որակի չափանիշներ։ Հենց դա է ասում Տիկին Անդրեասյան, ես էլ եմ կարծում, մի կողմից ինքը թվային տիրույթում է դրա մոնիտորինգը շատ ավելի հեշտ է անել, որովհետև ինքը ըստ էության դառնում է ավտոմատ մոնիտորինգի առարկա։ Բայց մյուս կողմից էլ, այո, պետք է հասկանանք այդ կոնտենտը, որ այդ հեռավար կրթության պարագայում օգտագործվում է, որքանով է ընդունելի կամ չընդունելի։ Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ մենք պիտի այս հարցը ուշադրության կենտրոնում պահենք։ Շնորհակալություն։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, հարցեր, առաջարկություններ կան։ Առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց։